Հիվանդությունը խորարուն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. Վիրտուալ խոսակցության մեջ Պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով։ 4-րդ իշխանության մեկնաբանությունը։ Լավ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս գիտակցում է, որ Պատմական Հայաստանի հետ իր խոսակցությունը ոչ թե իրական է, այլ վիրտուալ։ Դա նշանակում է հիվանդությունը դեռ շատ չի խորացել։ Այլ հարց է, թե երբ է Նիկոլ Փաշինյանը սկսում խոսել Պատմական Հայաստանի կամ այլ աներևույթ զրուցակիցների հետ։ Ըստ երևույթին դա տեղի է ունենում մոտավորապես այսպես. ամեն առավոտ նա հեծանիվի հետ զրուցելով հասնում է աշխատավայր, մտնում կաբինետ, բարևում աթոռին, որից հետո աթոռը նրան ասում է՝ թույլ չտաս, որ ուրիշ մեկը նստի ինձ վրա։ Հետո նա գրասեղանի դարակից ինչ-որ ձայն է լսում։ Դարակը բացում է, զրուցում Քավորի ուղարկած շշի հետ, շիշն ասում է՝ խմիր ինձ։ Հետո շատ երկար ու մտերմիկ զրուցում է պատից կախված Արագած լեռան նկարի հետ։ Նկարը նրան ասում է՝ հենց հիմա զանգիր ԱԱՑ և պահանջիր, որ բարձրաստիճան հոգևորականների ԿԳԲ-ի ագենտ լինելու մասին թղթեր նկարեն։ Հետո Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի հետ զրուցում է խաղաղության խաչմերուկի մասին։ Հոլիվուդյան բազմաթիվ թրիլերներ կան, որտեղ մոլագար հանցագործը ոստիկաններին պատմում է օրինակ, թե ինքը մեղավոր չէ, ինքը չէր ուզում, պարզապես այդ պահին դանակը իրեն ասաց՝ վերցրու ինձ և կտոր արա այդ մարդկանց, եւ այլն։ Բայց չգիտես ինչու չկա որևէ ֆիլմ, որտեղ այդ պարզաբանումից հետո մոլագարին անմեղ ճանաչեն եւ ազատ արձակեն։